2025 թվականին Երևանում իրականացված շուրջ 3 միլիարդ դրամ արժողությամբ ասֆալտապատման աշխատանքները փաստացիորեն ձախողվել են։ Քաղաքի տարբեր վարչական շրջաններում այսօր կարելի է տեսնել նույն պատկերը։ Նոր ասֆալտապատված, բայց արդեն քանդված ճանապարհներ, խորը փոսեր եւ վտանգավոր հատվածներ, որոնք ոչ միայն խաթարում են երթևեկությունը, այլև ուղիղ սպառնալիք են քաղաքացիների անվտանգությանը։ Քաղաքային իշխանությունները, որը որ ոչ լեգիտիմ են ու փոքրամասնության իշխանություններն են, ասֆալտը դարձրել են ֆենոմեն։ Ասֆալտապատումը դա մի նվեր է երևանցիներին մատուցվում, որ տեսեք ինչ ասֆալտ է մանում։ Այնինչ հակառակ կողմը, իրենց սիրած գրքի հակառակ կողմը պետք է նայել։ Իրենք ոչ թե որակով ասֆալտ են անում, այլ ասֆալտ են անում, որ կարողանան մի քանի անգամ նույն տեղում նույն ասֆալտապատում անեն։ Դրա մեջ է փողը։ Իրենց առաջնորդի ասած ասֆալտը դա ասֆալտ է, հենց դրա մեջ է գումարը։ Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ահազանգում է. ասֆալտապատումը, որը ներկայացվում էր որպես մայրաքաղաքի ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման կարևոր քայլ, իրականում վերածվել է անորակ աշխատանքի դասական օրինակի։ Ընդամենը մի քանի ամիս անց նոր փռված ասֆալտը սկսել է ճաքել, քանդվել եւ փոշիանալ հատկապես ցուրտ եղանակային պայմաններում։ Երևան քաղաքում տարբեր վարչական շրջաններում ոչ թե փոսեր են, այլ խրամատներ են։ Ես օրական հարյուրավոր նամակներ եմ ստանում։ Հարյուրավոր մարդիկ ուղարկում են ոչ թե նամակներ, այլ ուղարկում են նկարներ իրենց մեքենայի հետ կապված ինչ է եղել։ Ջարդ ու փշուրն են լինում մեքենաները։ Զանգում են ապահովագրական ընկերություններ, այս մարդիկ ինչ անեն։ Պատասխան չկա։ Զանգում են քաղաքապետարան, լուր, համր, ոչ մի բան չի եղել։ Ով տուժեց Երևանի քաղաքացիները, երևանցիները։ Իսկ եթե երևանցիները փորձեն այդ մեքենաների գույքահարկը չմուծել, այս մարդիկ նամակներա, որ ուղարկում են, դուք պարտավոր եք ձեր վճարումները կատարել, այլապես հիմա էլ հարկադիրով են վախեցնում արդեն։ Որքան գումար է իրականում ծախսվել ասֆալտապատման համար եւ ինչպես է վերահսկվել այդ աշխատանքների որակը։ Գևորգ Ստեփանյանի խոսքով դա պարզապես տեխնիկական խնդիր չէ, այլ կառավարման եւ վերահսկողության լուրջ ձախողում, երբ միլիարդավոր դրամներ են ուղղվում ասֆալտապատման աշխատանքների համար, բայց դրա փոխարեն քաղաքացին ստանում է փոսերով, փլվածքներով ու մշտապես վերանորոգման կարիք ունեցող ճանապարհներ։ 4 միլիարդ 292 միլիոն դրամ գումար են դուրս գրել մեր բոլորիս բյուջեից, մեր վճարած հարկերից ու տուրքերից փոսալցման եւ ասֆալտապատման աշխատանքներ կատարելու համար։ Ուր է այդ գումարը, չգիտենք։ Ուր է ասֆալտը, ջուրը տարավ նոր մի քիչ առաջ։ Թեթև անձրևների եւ ձյան պարագայում այդ իրենց ասած ասֆալտը ասես վերը կենգնում ու ոտքերով շարժվում է դեպի իրենց ասած պայծառ ապագան։ Նման անորակ աշխատանքները բերում են կրկնակի վնասի։ Մի կողմից վատնում են պետական եւ համայնքային բյուջեի միջոցները, մյուս կողմից ստիպում են կրկին ծախսել նոր գումարներ նույն ճանապարհների վերանորոգման համար, նշում է ավականու անդամը։ Այս մարդիկ եկել են միայն թալանելու համար։ Ասֆալտից փող են հավաքում, գույքահարկը թանկացնում են 100%-ով, վերցնում են իրենց, բայց ասֆալտը ինչ ասֆալտ են անում։ Հին, ոչ որակով։ Եթե որակով ասֆալտ լիներ, եթե այդ ասֆալտի տակ բիտում լիներ, այդ ասֆալտը ոչ մի պարագայում թեթև անձրևի ու ձյան պարագայում չէր դառնա, ուղղակի փշորվում դառնում է հող։ Փաստացի մենք ունենք իրավիճակ, երբ քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքների արդյունքը չի համապատասխանում ոչ ծախսված միջոցների ծավալին, ոչ էլ խոստացված որակին։ Հասմիկ Մովսիսյան, Օրագիր Նյուզ։